Եթե դուք ներեք միմյանց մեղքերը, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Ինչու է ասում այսպես մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Մեզ սովորեցնում է ներողամտության հոգի։ Եթե ներեք ձեր սրտում, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Եթե չներեք, ինչ տեղի կունենա։ Պատկերացրեք, մարդը չի ներում։ Չներել ինչ է նշանակում ոխ պահել, չէ՞։ Մենք ենթադրում ենք, որ ոխ ենք պահում։ Իսկ ոխն ինչ է։ Ոխը մաղձ է, թույն է, ոխակալությունը, վրեժխնդրությունը, մաղձոտությունը։ Մենք մեր մեջ թույն ենք պահում։ Երբ որ մեր Տերն ասում է, երբ որ ներեք, այդ թունը ձեր միջից կհանեք, մաղձը ձեր միջից։ Ու անմիջապես ներման կարժանանաք, այսինքն կթեթևանաք։ Եթե չներեք, ապա մաղձը թույնը կկուտակեք ձեր մեջ, բայց դժվար է մարդը թույնը հանում անգամ օծը իր միջից թույնը հանում է, որ դուրս գա մեր միջից։ Գրիգոր Լուսավորիչն ասում է, հոգու թույնը արտասուքն է, հա։ Ինքնամաքրման համակարգ կա մարդու մեջ դրված, արտասուքով մեր միջից թույնը, աղբը, կեղտը հանում ենք եւ այդպես թեթևանում ենք, հա։ Եթե չեք հանում մեր միջից, այս մաղձը թույնը կուտակվում ենք, մեզ սպանում ենք, հա։ Հարցը դիմացինը չէ իրականում։ Ինքը զղջում է, թե չի զղջում, մենք ինչպես պետք է վարվենք իր հետ, վրեժխնդիր պետք է լինենք, թե վրեժխնդիր չպետք է լինենք, հա։ Որովհետև փորձը այն է ցույց տվել, որ ոխակալությունը ոխ է ծնում։ Չարիքը չարիք է ծնում։ Այսինքն հատկապես երբ որ դու քո մտերիմ բարեկամ հարազատի հետ այդ ոխակալությունը, հա, քո եղբոր, քո բարեկամի, քո հարազատի, դա չարիք է ծնում, հա։ Դու վրեժ ես լուծում, ինքն է վրեժ լուծում եւ պատահում է դեպքեր, որ հավերժ է լինում այդ վրեժխնդրությունը։ Մենք տեսնում ենք, որ բարեկամ հարազատներ կամ հարևաններ իրար ոչնչացնում են, սերնդե սերունդ շարունակվում է ու չեն մոռանում դա, այդ վրեժը, այդ թույնը, այդ չարիքը։ Այսինքն դու պիտի որոշես, դնես կշեռքի նժարի վրա, դու ուզում ես ներես այդ մաղձը, թույնը քո միջից հանես ու թեթևանաս Աստծուց ներում գտնես, թե ուզում ես պահել քո մեջ այդ մաղձը ու վրեժխնդիր լինել։ Եվ շարունակել այդ պատերազմը, որտեղ եթե դու սկսեցիր պատերազմ, մինչև վերջ պիտի պատերազմես, մինչև վերջ, այսինքն միգուցե դու պատերազմես, քո զավակը պատերազմի, քո թոռը պատերազմի, դու նույնպես մի պատերազմ ես հայտարարում, որ վերջ չունի դրան։ Դե չես ուզում ոխ պահել, չես ուզում վրեժխնդիր լինել, բայց այդ մաղձը մեջը շարունակվում է, չես կարող ձեռք ազատվես դրանից։ Այսինքն ասում ես հա ներել եմ, բայց ինքդ քեզ առաջ կեղծավոր ոնց որ լինես։ Սրտով չես ներել, բայց ոչ էլ ուզում ես վրեժխնդիր լինես կամ ոխ պահես։ Ինչպես սրտով ներենք, այ արտասուքով։ Այդ պատահական չէ, որ ես ասեցի։ Արտասուքով ես լրիվ պետք է հանես, արտասուքը ինքը մաքրում է։ Լրիվ պետք է հանես, թեթևանում ես։ Եթե չես արտասում, թույնը չես հանում քո միջից։ Թույնն է այդի, թույնը պետք է հանես, դա Գրիգոր Լուսավորիչն ասում է։ Արտասվեցիր, թույնը հանեցիր, չարին սպանում ես։ Չհանեցիր, մնում է քո մեջ։ Խոսքերով չենք ներում, զղջումով ենք ներում, որտեղ դու պիտի զղջաս, որ թույն ունես քո մեջ, չէ։ Թույնը չպետք է պահես քո մեջ։ Ներեք, որ ներման արժանանաք։ Սիրեք, որ սիրվեք Աստծուց։ Ամեն